Պետության զարգացման շարժիչ ուժը երիտասարդներն են, եւ այդ ճանապարհին նրանց խոսքը լսելի դարձնելու, առաջարկներին ընթացք տալու նպատակով ծրագրված մեծ հանդիպումն առջևում է։ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Առաջարկ Հայաստանին ծրագրի շրջանակում ստեղծված աշխատանքային խումբն այս օրերին հավաքագրում է բոլոր հարցերն ու առաջարկները։ Հանդիպմանն ընթരാճ այս նախաձեռնության լուրը լայն արձագանք է գտել երիտասարդների շրջանում։ Շատերն են խոստովանում, որ բախվում են այնպիսի խնդիրների, որոնց լուծումն ավելի լավ, քան իրենք ոչ ոք չի կարող պատկերացնել։ Սա շատ մեծ հնարավորություն էր, որպեսզի մենք դարձնենք մեր ձայնը լսելի եւ խնդիրները, որոնք կան, որոնք առկա են, լուծում ստանան եւ կարծում եմ պարոն Ծառուկյանը մեզ կաջակցի այդ հարցում։ Ցանկանում եմ, որ Հայաստանը դառնա ուժեղ եւ ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ մենք պաշտպանված կլինենք եւ մեր ձայնը լսելի կլինի եւ ցանկացած խնդիր կստանա իր լուծումը։ Մտահոգող հարցեր այսօր շատ կան, թե մեր շրջապատում են այդպիսին, թե համալսարանական կյանքում այսօր ուսանողների առաջ շատ խնդիրներ են դրված, սկսած ուսման վարձից միջև աշխատանք գտնելու հարցերը, բայց կարծում եմ բոլոր խնդիրները լուծելի են։ Երիտասարդներին երբ որ հնարավորություն են տալիս իրենց ձայնը արտահայտելու, իրենց ձայնը բարձրացնելու, երիտասարդը ել ավելի է ոգեշնչվում այսօր եւ կարողանում է նոր ուժով, նոր ոգով առաջ շարժվել եւ իր գաղափարները իրականացնել։ Հնարավոր է կրթաթոշակների ինչ-որ սահմանել անհատների հաշվին։ Այսինքն այն ուսանողները, ովքեր խելացի են, բայց ունեն ֆինանսական խնդիրներ, կրթաթոշակների միջոցով ստանան կրթություն, հետագայում աշխատանք։ Իմ կարծիքով ամենամեծ խնդիրը ետեսահման աշխատաշուկան է, որովհետև այս պայն Հայաստանի աշխատաշուկան այն իրավիճակում է, որ ոնց է եթե նոր է քեզ որպես աշխատող, այսինքն փորձ չունես, հնարավորությունը շատ քիչ է, որ քեզ ինչ-որ տեղ գործի կվերցնեն, ու դրա համար նոր ավարտած ուսանողը այդ իրավիճակում չի կարող հասկանալ, թե որտեղ շարունակի աշխատել։ Ուսանողների համար քիչ են աշխատատեղերը, ամբողջ զրույքով թեկուզ աշխատելու հնարավորություն չկա։ Թարմ մտքերով ու գաղափարներով երիտասարդներին պետք է հնարավորություն տալ դրսևորվելու անվտանգայինից մինչև սոցիալական, կրթականից մինչև հոգեբանական խնդիրներ։ Ամեն քայլափոխի նրանց հանդիպած պատնեշը շրջանցելու բանալին հենց իրենց ձեռքում է։ Որպես ապագա իրավաբան իմ համար ամենակարևորը իրավագիտակցության բարձրացումն է որպես խնդիր։ Շատ հաճախ տրանսպորտները ուշանում են կամ գալիս են ծրագրով ցույց տալի որ գալիս են, բայց չկան իրանք իրականում։ Գալիս է ցույց տալի որ տրանսպորտը անցնում է, նայում ես որ տրանսպորտը կա, ոչ է։ Անպայման հարցը կուղարկեմ իհարկե։ Ոնց անեն, որ երիտասարդների աշխատավարձը ցածր չլինի, որտեղ ջահել լինելը չի նշանակում եւ նաեւ փորձ չունենալը չի նշանակում, որ իրանք ձգտում չունեն։ Տեսնում եմ, թե ինչպիսի աճ է գրանցել թմրանյութերը երիտասարդների եւ դերասանների շրջանում, մեծ անհանգստություններ ունեմ դրանց աճի եւ մեր սերունդի որակի անկման հետ եւ առաջարկներ նաեւ այո կան, որպիսի եւ սոցիալական ցանցերը եւ դպրոցներում կամ կրթական հաստատություններում հսկողության սահմանման ավելացումը, որը որ կբերի դրանց նվազմանը եւ կանխմանը։ Մի քիչ շատ sense չարացած են մարդիկ, պետք է մի քիչ սիրով իրար հետ լինեն այդ խնդիրը։ Մի քիչ ավելի շատ երիտասարդները, вообще մարդիկ իրար մի քիչ ավելի շատ սիրեն։ Ինչպես խոստացել է Գագիկ Ծառուկյանը, բոլոր հարցերը կունենան պատասխան եւ խելամիտ առաջարկները դառնալու են մի ծրագրի բաղկացուցիչ, որը կյանքի է կոչվելու նոր ու բանիմաց սերնդի անմիջական մասնակցությամբ։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Գիրոյան, Էպիկենտրոն։